Ողջույն։ Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, մենք խոսելու ենք մի քանի դատական գործընթացների մասին, որ այս օրերին ընթանում են Երևանում։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Նախքան անդրադառնալ Ժիրայր Սեֆիլյանին, Սասնա Ծռերին, ես ուզում եմ հետևյալ հարցը տալ չկոնկրետացնելով որևէ երկրի։ X երկրում բոլորը գիտի, աշխարհը գիտի, որ ընտրությունները կեղծվում են, ընտրությունների ճանապարհով անհնար է իշխանություն փոխել, այդ իշխող ռեժիմի ներկայացուցիչներն ասում են, որ տվյալ նախագահը պատրաստվեք եւս 10-20 տարի լինելու է նախագահ։ Այս պայմաններում որևէ քաղաքական ուժ, որևէ անհատ իրավունք ունի ապստամբել։ Գիտեք, աշխարհում շատ կան երկրներ, որտեղ նախագահները ցմահ են լինում։ Միջինասիական երկրներն են, Հյուսիսային Կորեան է, ես չգիտեմ։ Մեր մոտ փաստորեն մոտենում ենք դրան, Ռուսաստանն է այդ կարգավիճակում։ Մարդկությունը հարյուրամյակներ է այդ ուղղությամբ մտածել, աշխատել, փորձեր արել եւ փորձերի արդյունքում ձևավորվել է իմ կարծիքով մարդկության պատմության մեջ ամենադարակազմիկ, ամենավժռարոշ փաստաթղթերից մեկը մարդօրենքների համընդհանուր հռչակագիրը 20-րդ դարի կեսերին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ իմ կարծիքով այդ փաստաթուղթը սահման է մարդկության պատմության անցյալի եւ ներկայի դարաշրջանի։ Այդ փաստաթղթում մի շատ կարեւոր կետ կա, ասվում է, որ այս բոլոր իրավունքները, որոնք առաջարկվում են պետություններին, որ նրանք տան մարդկանց, քաղաքացիներին իրենց, արվում է դրա համար, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ամբոստանալու եւ բռնի ուժով իշխանություն փոխելու։ Ինքն մարդկությունը հասել է մի սահմանի, երբ որ գտել է ձև իշխանությունը փոխելու, խաղաղ, նորմալ, բոլորի կողմից ընդունելի եւ պարտվողի կողմից ընդունելի ճանապարհներով։ Դա ժողովրդավարությունն է, դա ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է, երբ որ պարտվող կողմը ընդունում է իր պարտությունը, որովհետեւ հասկանում է, որ ամեն ինչ ճիշտ, արդար եւ թափանցիկ է տեղի ունեցել։ Բայց այն երկրներում, որտեղ որ դա տեղի հնարավոր չի դա իրականացնել, այդ երկրների ժողովուրդները դեռ ապրում են իմ ասած այդ դարակազմիկ փաստաթղթից այն կողմ ընկած ժամանակահատվածում։ Մենք փաստորեն ապրում ենք անցյալում։ Ապրում ենք մի այնպիսի ժամանակներում, երբ որ մարդիկ ամեն ինչի դիմում էին իշխանություն փոխելու համար, թագավորներին թույլում էին, ապստամբություններ էին բարձրացնում, հեղափոխություններ էին անում, արյունով լցնում էին իրենց երկրների քաղաքների մայթերը եւ փողոցները, գալիս էին իրենք էլ էին դառնում բռնակալներ, որովհետեւ կարծում եմ այդ ճանապարհով իշխանություն փոխողը պարտադիր պետք է բռնակալ դառնա, գոնե մարդկության պատմությունը այլ օրինակ չգիտի։ Հայաստանի համար ես չէի ցանկանա նման սցենար։ Ես ընդհանրապես իմ էությամբ եմ դեմ բռնությանը, իսկ Հայաստանի համար դա ավելի քան անթույլատրելի է այսօր, որովհետեւ մենք ունենք լրջագույն ազգային խնդիրներ եւ մի առիթով ես չեմ հիշում ձեր հետ զրույցում եմ ասել թե ում հետ, բայց այն ինչ որ կարող են իրենց թույլ տալ օրինակ բելարուսները, լեհերը, ես չգիտեմ, այլ ուրիշները, կամ ասենք մեր կարգի երկրներից Իրանի ժողովուրդը, մենք չենք կարող մեզ թույլ տալ, մենք մեզ չենք կարող ապստամբություն թույլ տալ, մենք մեզ չենք կարող հեղափոխություններ թույլ տալ, որովհետև դա բերելու է այնպիսի կործանարար հետևանքների, որից հետո մենք կարող ենք ընդհանրապես ոտքի չկանգնենք։ Այս խնդրի մասին ավելի շատ պետք է մտածեմ ոչ թե ես, ավելի շատ պետք է մտածի ոչ թե ընդդիմությունը, ավելի շատ պետք է մտածի ոչ թե լրագրողը կամ ընդհանրապես որևէ մեկը, այլ իշխանությունը ինքը։ Հայաստանի Հանրապետությունում եղած են մարդիկ, ովքեր իրենց հռչակել են իշխանավոր եւ ժողովրդի կամքին եւ ժողովրդի քվեին հակառակ շարունակում են իշխանավարել, նրանք պետք է, ես չասեմ պատասխանատվության զգացում ունենան, որովհետեւ նրանք եթե ունենային նման քայլի չէին դիմի, բայց գոնե պետք է հենց իրենց սեփական ապագայից եւ իրենց երեխաների, սեփական երեխաների եւ թորների ապագայից վախեցած կարողանան կանխել այն արհավիքը, որին կարող է հանգեցնել իրենց վարած քաղաքականությունը։ Ոչ թե ընդդիմության վարած քաղաքականությունը, ոչ թե իմ խոսքերը, ոչ թե ձեր հարցերը, այլ իրենց վարած քաղաքականությունը։ Իրենց դա նույնիսկ քաղաքականությունը չի, ավելի ճիշտ իրենց գործողությունները, այն գործողություններ են, որովհետև մեր իշխանությունները չափից ավելի ապաքաղաքական են, քաղաքականությունից նրանք դուրս են։ Եթե նրանք լինեին քաղաքականության մեջ, քաղաքական համատեքստում եւ հարթակում, ապա նրանք կընդունեին ընդդիմախոսի իրավունքը։
Նրանք չեն ընդունում ընդդիմախոսի իրավունքը, նրանք ընդհանրապես ընդդիմախոսներին դիտարկում են որպես թշնամիներ, ոչնչացման ենթակա թշնամիներ։ Դրա միանգամից անցնեմ առաջ եւ ասեմ դրա վառ օրինակը դատավարություններն են։ Ես ուզում եմ հենց դրան անդրադառնայի, հետևում եք, չէ՞ դատավարություն։ Թեև շատ հետևելու բան էլ ոնց որ թե չկա, որովհետեւ անընդհատ հետաձգվում է, ինչ որ միջնորդություններ են, ինչ որ անհասկանալի է դատավարությունը։ Ինչ կարող է իշխանություններն ուզում են փակ ռեժիմի տանեն, որովհետեւ այս դատավարության ընթացքում թվում է պետք է գոնե ամենակիչը ապացուցեն, թե ում գնդակից են զոհվել 3 ոստիկանները կամ ավելի այսպես ձևակերպեմ ինչ հանգամանքներում են զոհվել 3 ոստիկանները ՊՊՑ գունդը գրավելու ժամանակ։ Գիտեք, այս թեմայով խոսելուց առաջին հերթին պետք է ասեմ այն մասին, որ Սասնա ծռերը հայտնվել են կալանավայրում, ձերբակալվել են, հիմա դատապարտվում են կոնկրետ գործողության համար։ Նրանք դիմել են քայլի, որը քրեորեն հետապնդելի է, եւ բնական է, որ նրանք պետք է դատապարտվեն։ Ես կարծում եմ, որ այդ տղաները իրենց քայլին դիմելուց առաջ իրենց աչքի առաջ ունեցել են, հակառակը չէր կարող լինել։ Իրենց աչքի առաջ ունեցել են նման իրավիճակ։ Եվ մտածված գնացել են այդ քայլին։ Հիմա իշխանությունների պարտքն ու պարտականությունն է իրականացնել արդարադատություն նրանց նկատմամբ, որպեսզի պարզվի եւ ոչ վրեժխնդրություն։ Որպեսզի արդարադատությունը մերժում է վրեժխնդրություն ընդհանրապես, դրա համար ես ասացի արդարադատություն։ Խնդիրը պետք է դրված լինի դատարանի առջև, դատավորի առջև, իրականացնել, անցկացնել դատական process, որի արդյունքում եւ հասարակությունը կստանա հարցերի պատասխանը, եւ Սասնա ծռերը կարողանան ասել ինչու նրանք դիմեցին այդ քայլին եւ փորձել արդարանալ եւ պաշտպանվել, եւ մեղադրող կողմը կարողանա իր մեղադրանքները հիմնավորել եւ հաստատել, եւ պաշտպանող կողմը կարողանա պաշտպանել եւ մեղմացիչ հանգամանքներ գտնել։ Բայց հիմա մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, մտածված, կարծում եմ, կանխամտածված կերպով ստեղծվել իշխանությունների։ Այսինքն այս ամենի մեղավոր իշխանություններն են։ Այն ոգևորողները, որ կան, որ գնում են դատարանի դահլիճում, դա նրանք կապ չունեն այս։ Դատարանի դահլիճ գնում են մարդիկ, ովքեր ոգևորում են ծռերին, Սասնա ծռերին, դատարանի դահլիճ իրավունք ունեն նրանք գնալու եւ ցանկացած մեկը իրավունք ունի գնալու, որովհետեւ բաց դատ է հայտարարվում։ Ես արդեն մի առիթով ասել եմ, որ բաց դատը պետք է ազատ լինի բոլորի համար, մուտք ու ելքը, նույնիսկ ուսանողներ իրավաբանական ֆակուլտետների տարբեր բուհերի կարող են գնալ եւ սովորել, ընդհանրապես պրակտիկա է։ Ես կարող եմ գնալ, դուք որևէ մեկը յուղից եկել, ասենք շուկայում իր բերքը վաճառել է, վերջում կարող է մտնել մի հատ դատարան, տեսնել ինչ կա, չկա եւ դուրս գալ։ Դա կոչվում է բաց դատ։ Իհարկե պետք է նա անցնի համապատասխան ստուգում, մետաղորշիչի միջով, հիմա մենք ապրում ենք բարդ եւ վտանգավոր ժամանակահատվածում, դրանք չեն բացառվում, դրանք պետք է լինեն։ Բայց դրանք չպետք է լինեն պրովոկացիոն, դրանք չպետք է թշնամություն առաջացնեն քաղաքացու, դատարան մուտք գործողի եւ դատական հարկադի դատարանում ծառայություն իրականացնողների միջև, ոստիկանների միջև։ Դուք հասկանում եք, ստեղծվում է մի իրավիճակ, երբ թշնամություն է ուղղակի տեղի ունենում։ Այն ինչ որ կատարվում է, կամ այն ինչ որ թույլ են տալիս իրենց դատական կողմից մեկի նկատմամբ, փաստաբանների նկատմամբ, դա անթույլատրելի է։ Ինչ է նշանակում վտարել փաստաբանին։ Ինչ է նշանակում դատական կողմ հանդիսացող մարդուն նվաստացուցիչ խոզարկության ենթարկել։ Այդ դեպքում թող դատախազին էլ ենթարկեն այդ խոզարկությանը։ Ինչու՞ դատախազը կարող է դատարանի շենք մտնել իր ավտոմեքենայով հետևի դռնից եւ ներս մտնել բոլորովին այլ ճանապարհով, իսկ փաստաբանը, որ նույն իրավունքները պետք է ունենա, ինչ որ դատախազը, այդ իրավունքները չունի։ Ինչու են փաստաբաններին շարք կանգնեցնում եւ փորձում խոզարկել, ինչու են առաջարկում, որպեսզի նրանք բացեն իրենց պայուսակները կամ գրպանները դատարկեն, իսկ դատախազին չեն բան։ Ուր է այդ դեպքում հավասարությունը։ Դուք հավատում եք, որ ծռերին ծեծել են դաժանաբար, ինչի մասին գրվեց եւ ոստիկանությունը հերքեց։ Ես հասկանում եմ, որ մի հարց եմ տալիս, որ գուցե Չէ, ես ականատես իհարկե չեմ եղել, բայց ոստիկանությունը, եթե չեմ սխալվում, չհերքեց, նրանք ասացին, որ բռնությունը արդարացված է եղել։ Այսինքն դրանից կարելի է եզրակացնել, որ ծեծը եղել է։ Ասացին, որ իրենք կիրառել են իրավաչափ գործողություն։ Ես ընդհանրապես այնքան շատ եմ ասում, արդեն ես ընդհանրապես դեմ եմ բռնությանը։ Ես կարծում եմ միշտ կարելի է գտնել ճանապարհ եւ ելք, որպեսզի բռնությունը բացառվի եւ հասնել նույն արդյունքին, որ փորձում էին հասնել բռնության ճանապարհով։ Ես դրանում վստահ եմ։
Բայց բռնությունը մարդու նկատմամբ ով կալանավորված է ընդհանրապես կամ ձերբակալված է եւ չի կարող դիմադրել, դա լրիվ դատապարտելի է։ Իսկ բռնությունը դատարանի շենքում, որտեղ պետք է այդ մարդկանց նկատմամբ իբր թե արդարադատություն կայացվեր, բայց այդ նույն շենքում նրանց ծեծի են ենթարկում, լրիվ անհասկանալի եւ դատապարտելի է։ Բռնությունը ընդհանրապես անընդունելի է ինձ համար եւ կարծում եմ բոլոր նորմալ մարդիկ էլ կասեն, որ դա եթե նույնիսկ ոստիկանական ինչ փաստաթղթերի համապատասխան է դա տեղ ունենում, դա դեռ չի նշանակում, որ դա կարելի է արդարացնել։ Հասարակության շրջանում դուք համաձայն եք, որ ծռերի նկատմամբ կա համակրանք, եւ եթե այո, ապա ինչից է գալիս այդ համակրանքը։ Ի վերջո այդ մարդիկ մտել են եւ պետական հիմնարկություն են գրավել։ Հիմա մի կողմ եմ թողնում, ճիշտ էր, սխալ էր, ցավալիորեն մարդիկ 3 ընտանիք 3 ոստիկան զոհվեց, նրանց երեխաները որ մնացին, սա իհարկե չի կարելի մի կողմ թողնել, բայց մի պահ թողնում եմ սա։ Ինչու կա, եթե կա, ապա ինչու կա համակրանք։ Իրոք կա նման համակրանք, հենց առաջի օրվանից այդ համակրանքը զգացվում էր։ Զարմանալի է, որ մի ժողովուրդ, որն ապրել է հազարամյակներ, հարյուրամյակներ, պատմության բազմաթիվ դասեր է տեսել, ասենք ոգևորված գնում էր ավտոմատավորների հետևից։ Դա միայն խոսում է այն մասին, որ մարդիկ փակուղու մեջ են գտնվում։ Դա նորից վերադառնամ եւ կրկնեմ, դա իշխանությունների վարած քաղաքականության կամ իշխանությունների քայլերի արդյունքն է։ Մարդկանց հասցրել են մի այնպիսի իրավիճակի, երբ քաղաքացին, մտածող քաղաքացին հատկապես, վստահ է արդեն, որ ընտրությամբ ոչինչ փոխել հնարավոր չի, փակուղում գտնվող ցանկացած մեկն է այդպես մտածում։ Փակուղում ենք հայտնվել մենք բոլորս եւ հուսահատությունից դրդված նրանք գնում են ծայրահեղ քայլերի դիմաց մարդկանց հետևից։ Վաղն էլ եթե նման մարդիկ Աստված չանի ի հայտ գան, էլի մարդիկ ոգևորված կգնան նրանց հետևից, որովհետեւ բոլորը զգում են փոփոխության կարիք, բոլորը հասկանում են, որ այդ փոփոխությունը պարտադիր պետք է լինի, բայց բոլորը նաեւ տեսնում են, որ դա հնարավոր չի խաղաղ ճանապարհով ընտրությունների միջոցով։ Այսինքն, ըստ իշխանությունները ստեղծել են մի այնպիսի իրավիճակ, երբ մարդկանց մի մասը մեր քաղաքացին, մեր ընկերը, մեր բարեկամը, մեր հարևանը, որի հետ մենք ամեն օր հանդիպում էինք, սուրճ ենք խմում, բարևում ենք կամ չենք բարևում, նորմալ հայ է, դիմում է զենքի, իսկ մյուսները ոգևորված գնում են զենքի հետևից։ Դա նորից իշխանությունների մտածելիքն է։ Հիմա իշխանությունները ես չեմ կարծում, որ այդ ուղղությամբ չեն մտածել։ Այսինքն դուք ասում եք, որ սասնածռերի դուռը փակ չէ, կարող է լինել նոր սասնածռեր այլ անունով, եթե իշխանությունը երկրում իրականություն չի փոխվում, իրավիճակ չի փոխվում։ Այն իրավիճակը, որ ծնեց սասնածռերին, այդ իրավիճակը շարունակում է մնալ։ Եվ այդ իրավիճակը կարող է նոր սասնածռեր ծնել։ Եվ իշխանություններն իհարկե դա հասկանում են եւ մտածել են այդ մասին։ Մտածել են, բայց եկել են այն եզրահանգման, որ միշտ եկել են իրենցից առաջ ապրած բոլոր բռնակալները։ Նույն եզրահանգմանն են եկել։ Իրենցից առաջ եղած եւ չհաջողած բոլոր բռնակալները մտածել են, որ մենք կճնշենք դա։ Մենք կմարսենք դա։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ դա չի մարսվում։ Դուք բնականաբար հետևում եք նաև Ժիրայր Սեֆելյանի հետ դատավարությանը, նրա շուրջ ընդհանրապես ստեղծված իրավիճակին, ժամանակին ամիսներ առաջ դուք այստեղ ասացիք, որ Ժիրայր Սեֆելյանը քաղբան տարկյալ է։ Դուք շարունակում եք պնդել, որ նա քաղբան տարկյալ է, եւ եթե այո, ապա ինչ պիտի սպասել նման դատավարությունից, երբ որ քաղբան տարկյալին են դատում։ Գիտեք, Ժիրայր Սեֆելյանը եղել է ինձ համար իմ կարծիքով եւ մնում է քաղբան տարկյալ, որովհետեւ նա Հայաստանի Հանրապետության ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկն է, որը մշտապես հայտնվել է իշխանությունների թիրախում իր ծավալած քաղաքական, մաքուր քաղաքական գործունեության համար։ Թե հիմա ինչ մեղադրանքներ նրանք կներկայացնեն դատարանում, ինչ շինծու կամ արհեստացին հանգամանքներ կգտնեն կամ կսարքեն կամ կբերեն կամ կփորձեն փաթաթել նրա վզին, դա արդեն երկրորդ խնդիրն է։ Եվ որպեսզի իշխանությունները կարողանան ինձ հետ համոզել դրանում եւ մնացած բոլոր իրավապաշտպաններին եւ հասարակական գործիչներին, ովքեր որ Ժիրայր Սեֆելյանին համարում են քաղբան տարկյալ, պետք է իրականացնեն, փորձեն իրականացնել դատավարություն։ Ոչ թե sense դատ, այլ դատավարություն, որտեղ Ժիրայր Սեֆելյանը հնարավորություն կունենա պաշտպանվելու
Եվ իշխանություններն էլ դատախազի բերանով հնարավորություն կունենան իրենց մեղադրանքներն ապացուցելու։ Քանի դեռ արդեն խոսում եք իրավական պետության մասին։ Իրավական պետության մասին, քանի դեռ չկար, Շիրայր Սեֆիլյանը եւ մնացած բոլորը, Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները, նրանց բոլորը մնում են այո քաղբանտարկյալ։ Բացի դրանից, բոլոր հանգամանքները եթե մի կողմ դնենք, միայն Շիրայր Սեֆիլյանի քաղաքական գործիչ լինելու հանգամանքը բավական է, որպեսզի նա համարվի քաղբանտարկյալ։ Վերջերս անազատությունից դուրս եկավ ձեր նշած մեկ այլ քաղբանտարկյալ Վոլոդի Ավետիսյանը, որը ոչ միայն քաղաքական գործունեություն չէր ծավալել, ընդհանրապես նա սոցիալական գործունեություն էր ծավալել, այո։ Դրանից հետո դուք համարում եք, որ էլի կան քաղբանտարկյալներ։ Մեկ հոգով ասենք պակասեց ընդհանրենք եղածներից, բայց դա չի նշանակում մենք ցավոք սրտի բավականին շատ թվով քաղբանտարկյալներ ունենք այսօրվա դրությամբ, չնայած նույնիսկ մեկ քաղբանտարկյալը Հայաստանի Հանրապետության համար չափազանց մեծ է, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, ցանկացած երկրի համար, Կանադայի համար, Ռուսաստանի, մեկ քաղբանտարկյալը այնքան մեծ թիվ է, որ արդեն մեկից ավելի մասին խոսելն իմաստ չունի։ Եվ իմ վերջին հարցը զուտ քաղաքական է իհարկե, կարծեք թե մեզ տրամադրում են, որ իշխանափոխություն տեղի չի ունենալու, ասենք իշխանական խոսնակները օրու մեջ ասում են, որ դեռ 10 տարի էլ կարող է մնալ Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, հին հանրապետականներից մեկն ասում էր, որ ազգը պետք է հասկանա, որ համակերպվի փաստորեն, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության մեջ, հիմա կարևոր չի ինչ ձևով կմնա գենսեկի կարգավիճակում, թե ինչ ձևով, սա ինչ է։ Սա իրենց ցանկությունն է, սա այն ծրագիրն է, որ իրենք իրականացնում են։ Որի համար նաև փոխեցին սահմանադրություն։ Որի համար եւ սահմանադրություն փոխեցին, գիտեք ինչ, այն իշխանավորը, որը որ ազատորեն կարողանում է հեռանալ իշխանության լծակներից, այդ իշխանավորին կարելի է միայն ծափահարել։ Իսկ այն իշխանավորը, որը որ հեռանալու հետ կապված խնդիր ունի, նշանակում է այդ իշխանավորին պետք է խղճալ, որովհետեւ նրա ապագան կամ նրա մահից հետո, կամ նրա կյանքի օրոք դատապարտումն է։ Հասկանում եք։ Կամ մահից հետո, կամ կյանքի օրոք դատապարտումն է։ Օրինակներ բազմաթիվ եւ լիքն են, չբերենք հիմա։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ տաղավարում ես զրուցում էի իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, շարունակեք հետևել Civilnet-ին։